Արագածոտնի թեմում ձևավորված ավանդույթի համաձայն ամեն 5 շաբթի միասնական ժամերգություն է կատարվում որևէ եկեղեցում։ Այս 5 շաբթի թեմի հոգևորականները ժամերգությանը մասնակցեցին ոչ թե բյուրականում, ինչպես նախատեսված էր, այլ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Միասնական այս արարողության ժամանակ ներկաները աղոթք են բարձրացնում առ Աստված, հայոց հայրապետի արևշատության, հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել եւ Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, Հանիրավի անազատության եւ գերության մեջ գտնվողների համար։ Դեկտեմբերի 18-ին ժամերգությունից առաջ Միածնաեջ տաճարից տարածվեց հոգևոր երաժշտություն, ապա ղողանջեցին Մայր եկեղեցու զանգերը։ Երեկոյան եկեղեցական թափորը հայոց հայրապետին տաճար ուղեկցեց։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ խորհրդի անդամների, Մայրաթորի միաբանների հետ Միածնաեջ տաճարում մասնակցեց երեկոյան ժամերգությանը։ Արարողության ավարտին հայրապետն իր հայրական պատգամն ուղեց Մայր տաճարում եւ Մայրավանքի բակում հավաքված հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրենց զորակցությունը հայտնելու եկեղեցուն եւ նրա գահակալին։ Իր խոսքում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը նաեւ հորդոր հղեց 10 եպիսկոպոսներին, կոչ անելով վերադառնալ կանոնական դաշտ եւ գործել միայն մեր Սուրբ եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն։ Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է եւ ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Այսօր էլ տագնապալի օրեր են ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների եւ հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր։ Ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր եւ աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության եւ մեր երկրի շինության համար։ Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, եւ բոլոր հայրենիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ, ինչպես նաև հակաեկեղեցական արշավի այս օրերին, իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ մեր Սուրբ եկեղեցու ազգօգուտ առաքելությանը։ Մեր գնահատանքն ենք բերում Մայրաթորի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին եւ սիրելի սարկավակներին, որ հաստատուն եւ վճռական են մեր Սուրբ եկեղեցու կանոնական իրավունքի պաշտպանության դիրքերում։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի զերծ անօրենություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայրենիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը,
Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի եւ չպետք է տրվենք երկպառակտության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի եւ մեր սուրբ եկեղեցու շուրջ։ Պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել մեր պետությունը եւ եկեղեցին, Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Հոգևոր ասպարեզում արկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով եւ ոչ առանցին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով։ Հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ, գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգած համաձայն, իսեր մեր ժողովրդի եւ հայրենյաց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական մեր հորդորն է ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջախոհ եւ չենտարկվել որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ, արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուր ժողովուրդը, միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հույսով, հավատով ու սիրով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը եւ խաղաղությունը թող լինեն մեզ եւ ամենքի հետ այսօր եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Տերունական աղոթքով մեր հայցը բարձրացնենք առ Աստված, սիրելիներ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզի ժամանակ վանկարկումներ էին լսվում, որով դրսում հավաքված ժողովուրդը մերժում էր Գարեգին II դեմ հանդես եկող եպիսկոպոսներին եւ թույլ չէր տալիս, որպեսի վեհարանի ճաղաշարի մոտ հայտարարության տեքստ ընթերցեն։ Քաղաքացիական հագուստով մի խումբ անձիկ նրանց շղթայի մեջ առած ետ տարան եւ նստեցրին միկրոավտոբուս։ Տաճարի մուտքի մոտ մի քանի անհայտ անձանց կողմից հոգևոր բարեպաշտական արարողությունը խաթարելու փորձերը կանխվեցին հոգևորականների եւ հավատացյալների միջամտությամբ։ Այդ ընթացքում վատացավ Տեր Վրդանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, Տեր հայրը սրտի կաթվածով տեղափոխվեց հիվանդանոց։ Վեհափար հայրապետը Էջմիածնի մայր տաճարից դուրս եկավ օրհնություն բաշխելով բոլորին։
Հանրապետության տարբեր թեմերից մայրաթոր Սուրբ Էջմիածին ժամանած քահանաները արարողությունից հետո հավաքվեցին վեհարանում եւ սպասեցին մինչեւ Գերագույն հոգեվոր խորհրդի նիստի ավարտը, որպեսզի իրենց ծառայության վայրեր վերադառնալուց առաջ որդիական խոնարհում ու հավատարմություն հայտնեն Գարեգին II վեհափառին եւ ստանան նրա հայրապետական օրհնությունը։